Հայաստանի ներքաղաքական զարգացումներին շարունակում են ուշադիր հետևել Ադրբեջանում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանն արձագանքելով ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները դա ներկայացնում են որպես Հայաստանում ներքաղաքական լարվածության խորացման հերթական դրսևորում։ Ավելին պնդում են, թե երկրում ձևավորվել է ներքին պահանջ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրելու ուղղությամբ։ Մի կողմից խաղաղության մասին հայտարարություններ են հնչում, մյուս կողմից Բաքվից շարունակվում են սպառնալիքները մերձիշխանական խոսափողներով։ Այս անգամ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թովֆիկ Զուլֆուգարովը ծավալուն հարցազրույցում փորձել է հիմնավորել, թե թրիփը Ադրբեջանի սեփականությունն է, չբացառելով նաև հնարավոր ռազմական քայլերը, եթե իր խոսքով Բաքվի պահանջները չկատարվեն։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Ծովինար։ Նախ ինչու է Ադրբեջանը այսքան կոշտ արձագանքում թրիփ պլյուս նախագծին, ինչ է այն փոխում տարածաշրջանում, որ Բաքուն այն ընկալում է որպես սպառնալիք սեփական օրակարգին։ Զուլֆուգարովի եւ ադրբեջանական քարոզչամեքենայի այս ագրեսիվ արձագանքը պատահական չէ, Ծովինար։ Նախ ասեմ, որ հիմնադրամը թրիփ պլյուս է կոչվել ի պատիվ թրիփ երթուղու։ Այն լիազորված է տրամադրել վարկեր, կատարել կապիտալ ներդրումներ եւ հատկացնել դրամաշնորհներ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր հատվածի զարգացման համար, այդ թվում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում։ Ադրբեջանական կողմի հաշվարկը հետևյալն էր. նրանք ակնկալում էին, որ Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաները կամ կգտնվեն իրենց ուղղակի վերահսկողության տակ, կամ հենց Բաքուն կունենա որոշիչ ձայն ու ստորագրություն։ Երբ թրիփ պլյուս նախագիծը սկսեց ձևավորվել որպես հստակ ամերիկա-հայկական համատեղ նախաձեռնություն, Բաքուն հասկացավ, որ դուրս է մնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողություն կամ ճնշում բանեցնելու հնարավորությունից։ Հենց սրան էլ արձագանքել է Զուլֆուգարովը, մեջբերեմ, եթե Հայաստանը փորձի Միացյալ Նահանգների կամ երրորդ երկրների հովանու ներքո ձևավորել տրանսպորտային երթուղիներ, որոնք անտեսում են Ադրբեջանի անվտանգության եւ անարգել անցման շահերը, ապա Բաքուն իրավունք է վերապահում կիրառելու բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում ռազմաքաղաքական գործիքակազմը։ Բաքուն հասկանում է, որ թրիփ պլյուսը կարող է էականորեն ամրապնդել Միացյալ Նահանգների ներկայությունը Հայաստանում եւ վերջնականապես փակել միջանցքային պահանջների թեման։ Ուստի չկարողանալով հասնել իր ուզածին դիվանագիտական ճանապարհով, ադրբեջանական կողմը փորձում է տեղեկատվական շանտաժի ու ռազմական սպառնալիքների միջոցով կանխել այս ծրագրի կայացումը։ Արման, պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս սպառնալիքներին, իսկ Վաշինգտոնը նույնպես լուռ է։ Այո, Ծովինար, թեպետ նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը Բաքվի պաշտոնական քարոզչամեքենայի առանցքային կերպարներից մեկն է, բայց Սպիտակ տունը կարծես դեռ չի կարևորել նրա այս հայտարարությունները։ Կարծում եմ, որ Վաշինգտոնի գիտություն է ընդունել նրա խոսքերը, բայց սպասում է ավելի բարձր մակարդակից նմանատիպ հայտարարության, որպեսզի տա համապատասխան արձագանք։ Զուլֆուգարովի հարցազրույցում մեկ այլ վտանգավոր թեզ էլ կա, Արման։ Նա պնդում է, որ թրիփ պլյուս նախագծով անցնող մեղրի երկաթգիծը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է, հղում անելով խորհրդային տարիների գույքային ինչ-որ բաշխման։ Այո, Ծովինար, սա Բաքվի հերթական հավակնոյթ հայտարարությունն է Հայաստանի տարածքի նկատմամբ։ Հասկանալով, որ ուժային ճանապարհով արտատարածքային միջանցք պոկելն այլևս անհնար է դառնում Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության դիրքորոշման պատճառով, Բաքուն փորձում է մեջտեղ բերել ինչ-որ գույքային սեփականատիրական կեղծ իրավական թեզեր։ Զուլֆուգարովը ասում է, որ չպետք է մոռանալ, երկաթգիծը հանդիսանում է Ադրբեջանի սեփականությունը, ոչ թե Խորհրդային Միության, այլ հենց Ադրբեջանի Հանրապետության։ Նրա խոսքով թրիփ նախագծում այս հանգամանքը պետք է արտացոլվի, քանի որ այդ երկաթգծի երկայնքով, որքան իրեն է հայտնի, ոչ մի հայկական բնակավայր չի մնացել։ Նման հայտարարությունները ըստ էության նպատակ ունեն կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը Սյունիքի այդ հատվածի նկատմամբ։
Արման ադրբեջանական մեդիան սկսել է տարբեր թեզեր շրջանառել, նաև թրիփ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամի ղեկավար նշանակված Կոնստանտին Սոկոլովի նշանակման շուրջ, հիմնականում պնդելով, թե նա Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև համաձայնեցված ֆիգուր է Եվրոպական միությանը տարածաշրջանից դուրս մղելու համար։ Ինչ նպատակ է Բաքուն հետապնդում այս հայտարարություններով, իսկապես դեմ է Սոկոլովի նշանակմանը, թե հերթական փորձն է ազդելու տարածաշրջանային գործընթացների ընկալման վրա։ Այս թեզերը շրջանառելով Ծովինար, Բաքուն հետապնդում է երկու հստակ նպատակ։ Առաջինը՝ փորձել վատթարացնել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները եւ երկրորդը՝ զրկել Հայաստանին որևէ իրավական հենարանից։ Սոկոլովի վերաբերյալ թեզը, թե իբր Սպիտակ տունն ու Կրեմլը գաղտնի գործարքի են գնացել ԵՄ-ի դեմ, նպատակ ունի եվրոպացի գործընկերներին ցույց տալ, թե իբր Հայաստանը շարունակում է գաղտնի համագործակցել Ռուսաստանի հետ։ Սրանով Բաքուն ուզում է նվազեցնել Արևմուտքի վերահսկողությունը Երևանի նկատմամբ։ Շնորհակալություն Արման, սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկեցինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։